Եվրամիությունը որոշել են ուկրաինական հակամարտությունը տեղափոխել Հայաստան։ Եթե ոչ, ապա ինչպես կբացատրեք Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասի չդադարող հայտարարությունները Հայաստանի ներքաղաքական process-ների վերաբերյալ։ Նրանք մեղադրում են Ռուսաստանին, որ Հայաստանում ապատեղեկատվություններ է տարածում եւ դրա դեմ պայքարելու համար Հայաստանի իշխանություններին փող են տալիս միլիոնավոր եվրոներ ընտրություններից առաջ դրա դեմն առնելու համար։ Ես չեմ վիճարկում Կայա Կալասի հայտարարությունները, ուղղակի հարց եմ բարձրացնում։ Ինչու դուք, օրինակ, Հայաստանում չեք տեսնում թուրք-ադրբեջանական ապատեղեկատվություն եւ հիբրիդային պատերազմ։ Միթե չեք տեսնում։ Ես կարող եմ մեջբերել Իլհամ Ալիևի հայտարարությունները, որ Հայաստան արևմտյան Ադրբեջան է։ Դա հիբրիդային պատերազմ է, թե ոչ։ Ես կարող եմ բերել հենց այսօր, քանիսն է այսօր, դեկտեմբերի 9 2025 թվականի հայտարարությունը, որ ինչ գործ ունեն եվրոպացի քաղաքացիական դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին, երբ Փաշինյանի հետ Վաշինգտոնում ստորագրել են հռչակագիր, որ երրորդ կողմի ուժեր չպետք է տեղակայվեն։ Դա հիբրիդային պատերազմ է, թե ոչ։ Օրերս Բրյուսելում ստորագրված Եվրամիություն Հայաստան ռազմավարական օրակարգի մասին փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունն, Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը մտահոգիչ է համարել մասնավորապես Եվրամիության դիտորդական առաքելության պահպանման։ Ես ուզում եմ հստակ ընդգծել, սիրելի բարեկամներ, Եվրոպան ու եվրոպական առանձին պետություններն այլ են, Եվրոպական միությունը այլ է, Ֆրանսիան, Գերմանիան, բարեկամական մեծ պետություններ, բազմաթիվ եվրոպական պետություններ քաղաքակրթական առումով, պատմական առումով, սերտ կապերով, բայց այլ է Եվրոպական միությունը, որը բյուրոկրատական կառույց է, ապազգային եւ վերազգային, եւ ես նաեւ հարց ունեմ։ Թրամփի վարչակազմը օրերս հրապարակել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ռազմավարություն, որտեղ Եվրոպմիության այդ բյուրոկրատիային մեղադրել է եվրոպական քաղաքակրթությանը ոչնչացնելու մեջ, եւ հենց եվրոչինովնիկներին է մեղադրում ուկրաինական պատերազմը հրահրելու եւ բարդացնելու մեջ, երբ Ալյասկայում Թրամփը պայմանավորվել էր Պուտինի հետ, բայց եվրոչինովնիկները այդ գործընթացը ըստ Թրամփի, ըստ ամերիկյան վարչակազմի խափանել են։ Եվ ամերիկյան վարչակազմը հռչակել է, որ Ռուսաստանն այլևս ռազմավարական հակառակորդ եւ թշնամի չէ եւ պետք է նրա հետ հարաբերությունները կարգավորեն։ Իսկ այ եվրոչինովնիկները վտանգում են եվրոպական անվտանգությունն ու խաղաղությունը։ Եվ ուղղակիորեն Թրամփը մեղադրում է եվրոչինովնիկներին Ուկրաինայում ժողովրդավարությունը կործանելու մեջ, ասելով, որ Ուկրաինան ժողովրդավարական երկիր չէ։ Ուկրաինան այլևս ժողովրդավարություն չէ, պոլիտիկոյին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, կրկին Վլադիմիր Զելենսկուն կոչ անելով ընտրություններ անցկացնել։ Ուկրաինայում երկար ժամանակ է արդեն ինչ ընտրություններ չեն եղել։ Նրանք խոսում են ժողովրդավարության մասին, սակայն հասել են մի իրավիճակի, երբ ըստ էության ժողովրդավարական պետություն չեն հանդիսանում, հայտարարել է Թրամփը։ Պոլիտիկոյին տված հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը նաև քննադատել է Եվրամիությանն, այն որակելով որպես թույլ մարդկանց կողմից ղեկավարվող քայքայվող կառույց։ Հիմա հարց, Տիկին Կալաս, Թրամփը հիբրիդային պատերազմ է վարում ձեր դեմ եւ ապատեղեկատվություն է տարածում։ Գուցե Ամերիկան էլ է այդպեսին։ Ինչու եք միայն կենտրոնացել Ռուսաստանի վրա, ինձ այնքան հետաքրքիր է։ Ռուսաստանը բազմաթիվ խնդիրներ եւ սխալներ ունի։ Ես այդ մասին շատ եմ խոսել, բայց ինձ հետաքրքիր է, էլի 150,000 արցախցիներ իրենց հայրենիքից արտաքսած վարչակազմը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ չի վարում։ Երբ Ալիևը ասում է, որ հայերը ոչնչացրել են արևմտյան Ադրբեջանի պատմամշակութային հուշարձանները, դա ապատեղեկատվություն չէ, դուք դա չեք նկատում։ Հատկապես երբ ձեր հենց Եվրոդիտորդներին ասում է, վեշերը հավաքեք գնացեք, դուք իմ դեմ գործողություններ եք անում, դրա մասին դուք բան չունեք ասելու Ադրբեջանին, երբ հայ-թուրքական սահմանին Իգդիրում կեղծ ֆեյք հկներ են ֆինանսավորում թուրքերը, որպեսզի փակել տան Հայաստանի ատոմակայանը, առանց որի մեր երկիրը կհայտնվի խավարի մեջ։ Դա հիբրիդային պատերազմ չէ, ապատեղեկատվություն չէ, դուք դա չեք տեսնում։ Սա է եվրոցինիզմը, որը կապ չունի եվրոպական ազգային պետությունների եւ եվրոպացիների հետ կրկնում եմ, որը վարկաբեկում է արևմտյան ժողովրդավարությունն ու արժեքները։ Եվ խառնվելով Հայաստանի քաղաքական ներընտրական, նախընտրական process-ներին, դուք իրականում դեմ եք գնում եվրոպական սկզբունքներին։ Միթե դա դուք չեք նկատում։ Միթե չեք տեսնում, որ դա հակառակը կարող է ջրաղացին ջուր լցնել
այն ավտորիտար ռեժիմների, ովքեր դա կօգտագործեն ձեր դեմ, ասելով, որ սա չի ձեր դեմոկրատիան, այդ ինչպես է խառնվում երկրի ներքին գործերին եւ ուղղակիորեն ֆինանսավորում երկրների կառավարություններին ընդդեմ ընդդիմության։ Բերում եք Մոլդովայի օրինակը, Մոլդովայում փակվել է ընդդիմադիր կուսակցություն, դա ժողովրդավարություն է։ Հիմա դուք փող եք տալիս Հայաստանի կառավարությանը, որ նա պայքարի ընդդիմության դեմ, Ռուսաստանի դեմ պայքարի շղարշի տակ, եւ հայ առաքելական եկեղեցու դեմ այս կեղտոտ արշավը, որից միայն ուրախանում են թուրք-ադրբեջանական իշխանությունները, դուք դրա մեջ հիբրիդային պատերազմ հայ ժողովրդի դեմ եւ ապա տեղեկատվություն չեք տեսնում։ Սա ցավալի փաստեր են եւ ես այս հարցերը տալիս եմ ռետորական հարցեր, որպես Հայաստանի եվրոպական ապագան ու հեռանկարը վերածելով աշխարհաքաղաքական խաղի եւ զոհաբերելով դա, ոտնատակ տալով հայ ժողովրդի իսկական շահերը, պաշտպանելով ոչ ժողովրդավարական ռեժիմներին, պաշտպանելով ծաղրացումներին, ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանում, դուք իրականում, ինչպես Թրամփի եւ ամերիկյան վարչակազմն է սկսել արդեն արձանագրել, հենց վտանգի տակ եք դնում Հայաստանի եվրոպական եւ ժողովրդավարական ապագան։